Գիտեք, որ ավազակաբեդ մգա Ամերիկա Միացյալ Նահանգներու նախագահի աթորին վրա։ Այդ ավազակաբեդը մենք տեսանք իր նախորդ արարքներով, Վենեսուելայի մեջ կատարածներով, նույնիսկ մենք հայերս մեզի բարդատրածներով լավ փորձված ենք, լավ գիտենք Թրամփը, հետևաբար ինչ կրնա ըլլալ հարցումը բավական դժվար հարցում է, անգանխատեսելի երևույթ մգա, որովհետև չենք գիտեր թե Թրամփ վաղը ինչ կսե։ Անգիտեք թե Նոբելի խաղաղության մրցանակն ալ իրեն կբահանջեր։ Հիմա վերջին հայտարարությունով ասա, որ ես պետք է թրախտ երթամ գրոնքի հետ բերի Միացյալ Նահանգներ։ Այս արտահայտությունները ունեցող մարդումը հաջորդ քայլը կանխատեսելը իսկապես դժվար է, բայց վերջին հաշվով, քանի որ մենք կխոսենք մեծության մասին, այդ մեծությունը միգուցե գիտե թե Իրանը որոշ հատկություններ ունեցող մեծ pedagogical փորձ ունեցող երկիր է եւ կարելի չէ անոր հետ վերաբերել այնպես ինչպես կվերաբերի Վենեսուելայի հետ։ Հետո կարծեմ թե քիչ լուրջ առնելու ստիպողություն կա։ Վերջապես այդ մեկը տեսանք անցյալ տարի, երբ որ Իսրայել հարձակեցավ Իրանի վրա եւ Միացյալ Նահանգներն գողքին էր իբրև թե, բայց այդ հարձակումը շատ լուրջ ավարտարց ունեցավ, շատ լուրջ պատասխանեց Իրանը, մեկ անգամ չեղարկեց անոր երկաթե քմփետ կոչված օտային պաշտպանության ցանցը, հետո այսօր նաև նկատի ունենանք, որ Իրանի գրոնաբեդն ասավ, որ եթե նման պատերազմ մտածի, այդ պատերազմը գլա դարածքաշրջանային պատերազմ, այսինքն չի սահմանվիր միայն Իրանով։ Ասոնք շատ լուրջ ելույթներ են, եթե Թրամփը այդ լրջությունը չունի, ես կգարձեմ, թե իր շուրջը այդ բոլորը քնահատելու կարող ադակ մարդիկ դիվանագետներ, փորձագետներ պիտի գտնվին, հետո չեմ կարծել, որ անմիջական լուրջ արգազախնդրության մեջ թե մարդեն մնանք։